Բարև ձեզ։ Ձեզ հետ Phone Live եւ ձեզ հետ եկին Օնիկ Հովանեսյանը։ Եվ ձեզ հետ եկին Օնիկ Հովանեսյանը եւ հետաքրքիր Ֆիլիպ Պողոսյանը։ Նախ ասենք, որ մենք առանց դիմակ ենք, որովհետեւ մեր հովանավորը չի Coca-Cola եւ հովանավորը չի Fanta-ն։ Բայց մենք ինձ խմում ենք, որ չգան մեզ չբռնեն։ Այսինքն մեր դիմակները հանելու հովանավորն ենք։ Պատճառը միակն է, խմում ենք, որ չգան չբռնեն։ Ֆիլիպի համարը գրեք, ոստիկանց։ Այսօր մենք շարունակում ենք դեբատները եւ այսօր կխոսենք մի շատ ընտիր թեմայի մասին, որը անվանում ենք խնայել գումարը, թե ծախսել ինչքան ուզում ես քո սրտով։ Եվ դրա համար մեզ կօգնի, քանի որ մենք 50 դրամի 30 դրամը ծախսել ենք մեր գովազդի վրա YouTube-յան էջի, մեզ կօգնի այսօր 20 դրամը։ Ժողովուրդ ջան, գրանցվենք, էլի, sense թե հեսա մի քիչ հետո բան չի մնա մեր 50 դրամ։ 20 դրամը նշանակում է թիվա, չէ՞, ինքը 20 դրամ նշանակում է չխնայել, ծախսել։ Ղուշը դու նշանակում է խնայել։ Ոյ, չխնայել, ծախսողից նայ։ Նոթի։ Ինձ ընկել է խնայելը, հետևաբար կսկսես դու։ Հաստատ ջնխի է, էլի քեզ տենց են բաներ են գնում։ Ձերը պահի, որ չկան չբռնես։ Կոպեկը երկու կողմանի ես, երկուսն է։ Հա, բա մի կողմանի չի կոպեկը։ Երկու կողմանի է։ Երկուսն է կա իրեր։ Այսինքն, ինչի պետքա։ Ժողովուրդ ջան, ես շատ ուրախ եմ, որ ինձ ընկել է այդ թեման, որովհետև պատկերացնում եք, ոսկի օրինակ մարդ ինչքան ապրում իր կյանքում, միջինը մի 80 տարի եթե բախտը բերի, ու պատկերացնում եք այդ 80 տարիից օրինակ Ֆիլիպը մի 75 տարի խնայում է, պատկերացնում եք ինչ օրի պետք է լինի, այս օրի պետք է լինի։ Лучше и не скажешь. Վատա, դնայ, տեսքը տեղը։ Хуже не бывает. Քիչս տեղս լա։ Ավել ցուկատ։ Լավ, քիչ իմ ամենասիրուն մասը։ Ёбушки, воробушки. Նախ սկսենք նրանից, որ մի անգամ ես ապրում, մի անգամ ես վաստակում այդ գումարը, ու մի անգամ ես վայելում այդ հաճույքները, որը անկրկնելի է։ Իսկ գումարը բաղկացուցիչ մասն է կյանքի այդ հաճույքների, երջանկության, ամեն ինչա գումարը չխնայել, օգտագործել սեփական կարիքները հոգալ, արդյունք ինչ-որ բան ես ուզում Ալացեցի։ Չէ, ես գլխի զարս։ Գլխի չեմ լսնում։ Ասում է, չէ, որ ին վրա ասում է, որ պետքա մի անգամ ես ապրում, մի անգամ ես հաճույքները վայելում ու պետքա ծախսես։ Եթե ծախսես անդադ մի անգամ էլ կվայելես, այսինքն մի անգամ կծախսես, որ մեռնես։ Չես խնայ մի րոպե։ Բա որ բանկում մի փող է, բա որ մեռնես, չի կապ չունի խնայում ես թե չես խնայում։ Մեռնում ես, ուրեմն մեռնում ես։ Օրինակ, քեզ sense մի բան է։ Դու խնայել ես $1 միլիոն փող ես վաստակել, սաղ կյանքը։ Հիմա ժամանակն է, այսինքն վաղը չեմ, իզորը պետք է օգտագործես, պետք է վայելես, մեկ էլ Բաղրամյան փողոցը անցնում ես, մի հատ Porsche Cayenne-ով գալիս է խփում է քեզ գցում է։ Ուզում եմ ասեմ ապագան տենց է լինել։ Եթե Porsche Cayenne-ով մեկը գալիս քեզ խփում գցում է, ինչ կապ ունի դու խնայող ունես թե չունես։ Ուզում եմ ասեմ այդ Porsche Cayenne-ով կարող է ես լինեմ, որը չի խնայ։ Համա ժողովուրդ ջան։ Կապ չուներ ընդհանրապես մեր թեմայի հետ, բայց այդ $1 միլիոնը ծախսեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե բայք մի 85 տարեկան քյավթար բիձավոր լինեք, այդ ժամանակ որոշեք, որ պրոթեզների վրա արժի ծախսել։ Ես շատ լուրջ եմ ասում։ Դուք այդ ամեն ինչը այս պահին ապրեք, հենց հիմա այս պահին։ Այսինքն այս պահին է վաստակեք, այս պահին է ծախսեք, այս պահին է օգտագործեք այդ գումարը ձեր հարազատների, երջանկացրեք, նվերներ առեք բոլորի համար, մի խնայեք։ Ինչքան կա, ասես բաժանեք բոլորին, չգիտեմ էլի։ ոնց որ հիմա դու քո բառերը չես խնայում։ Դե ճշմարտությունը պետք է բարձրաձայնի եւ պետք է ճզմի ստին։ Սեմ։ Այո։ Լսեցիք ուշադիր ինչ ասում Օնիկը։ Լավ է, լսեցիք, վերցրեք, դրեք մի կողմ սեղանի վրա կամ սեղանի տակավեր, լավ է, մոռացեք ինչ ասեց։ Խնայելը չի նշանակում լինել քծի։ Ես որ ասում եմ խնայել, չի նշանակում, որ ասում եմ մի ծախսեք ոչ մի բանի վրա, պահեք գրպանները, ոնց որ անում է Զալատոյ Ծիլոնի կինոյի մեջ Կարեյկան։ Իրա բնավորությունն չեմ ասում, բայց խնայելը դա շատ լավ բան է, որ ցանկացած հարուստ բիզնեսմեն որ նայես, այնտեղ Ռոբերտ Կյոսակին որ կարդացել ես դու կամ Ռոքֆելերը կամ նմանատիպ էլի շատ հարուստ բիզնեսմեններ, իրանք ունեն խնայելու հատկություն։ Դա բիզնեսի հատկություն է, որ որոշ մասը քո աշխատածի ծախսում ես, բայց միշտ խնայողություն ունես։ Կա այնտեղ մաս, որ բարեգործության, որ տալիս ես փողոտ բարեգործության ինչ-որ մասի, կա խնայում ես, կա որ ինվեստիցիա ես անում, այսինքն ներդնում ես որևէ բիզնեսի մեջ։ Ու դրա մեջ գոյություն ունի խնայելը։ Ու եթե դու ուզում ես հաջողակ բիզնեսմեն կլինի, Այս Ֆիլիպ ասաց խնայել, ասենց սովեներ ես քծիպն։ Աղջիկ ջան, ես չեմ խնայում։ Իսկ մեզ հետ արի։ Ինքնա։
Հիմա խնայել, եթե ամփոփելով ասեմ, նշանակում է քո աշխատածի որոշ մասը խնայես, որ հետագայում դու ներդնես քո հետագա գործերի մեջ, բիզնեսի մեջ, կամ կարող է բիզնես չլինի, ինչ որ ուրիշ գործ լինի։ Օրինակի համար դու կարող ես բժշկես, քո աշխատածը խնայում ես, հետո այդ խնայածդ գումարով դու նպատակ ունես առնես մեքենա, առնես տուն, առնես ինչ որ մի աղջկա, չէ, Դավիթ, մի բանը կատակարեցի, այդ քո մասով առնել աղջկան ես փողով չեմ առնում։ Չես առնում։ Քանի որ անհետաքրքիր բաներ ես խոսում, օրինակ խնայես, հանավ խնայեցիր, Ֆիլիպ ջան, ես ամենամեծ կոմպրոմատը վերեցի։ Կոմպրոմիսը։ Կոմպրոմատը։ Կոմպրոմիսը այսօրվա թեման չէ։ Օրինակ հարց եմ ուզում տամ, որ խնայեցիր, որ տարիքում ես պատկերացնում, որ պետք է օգտագործել։ Այսինքն 20, 25 անցար, 30 անցար, 40 անցար, դարձար։ Դու հարցը տալիս որ պատասխանը ստանաս, թե ուղղակի հարցը տալիս որ ես քեզ տրամադրում եմ, որ ճիշտ պատասխան տաս։ Ասեմ, խնայում եմ, ոչ թե գումարը միջև կյանքի վերջ, նույն գումարը, այլ խնայում եմ։ Կոնկրետ տարիք ասում եմ, տարիք չկա։ Միջև 80 տարեկան մի տարիք ասա։ Հարցից ճիշտ։ Դու լուրջ տղա ես, կոնկրետ պետք է խնայում ես, կոնկրետ պետք է իմանաս, որ տարիքից ես ծախսելու ես։ Ասենք 20 տարեկանից աշխատում ես, որ տարիքից ես սկսելու։ Այն տարիքից, որ տարիքից ես որոշում եմ կոնկրետ ինչ որ գործ սկսեմ, ու այդ խնայածս գումարը 20 տարեկանում ոչ մի գործ չես սկսում։ Այսինքն դու հետո ոնց ես մոնտաժելու ես մեր արածը, որտեվ ինչ խոսում եմ, երրորդ բառից կտրում ես, ասում ես, սուս մնա, թող ես խոսեմ։ Լավ, ստեղ ամեն ինչը ասա միտքը դու սուս կմնաս։ Որ ես իրականում բերել եմ որ խմես սուս մնաս։ Ես ոնց եմ խմում։ Ամեն ինչը բերում ան նրան, ժողովուրդ ջան, որ Պեր ջան, ընկեր ջան, երեխեք ջան, եթե նայում եք մեզ։ Մի լսեք ես ձաձը։ Փողը եթե ընկնում է, papan փող է տալիս ես 50 դրամ, 100 դրամ, 200 դրամ, կարա 500 դրամ։ Ջուրը չեք գցում, գնում եք։ Չէ, ջուրը չեք։ Երկու հատ քաղցր բամբակ ես առնում։ Գցում ես ջուրը։ Արեցի Հետո երկու հատ քաղցր բամբակ ես առնում, գնում ես միսը տալիս ես մի սիրուն աղջկա։ Հետո այդ աղջկա ասում է, այ ինչ լավ տղա է, դες չի խնայում։ Այլ ծախսում է։ Ու տես դառնում ես կարքին տղա, ասենց ասում։ Այդ վաղտվանից սկսել։ Ոչ թե 20-ից հետո նայ կմտածեմ 30-ում արժի լուրջ գործ սկսել, որ այդ խնայածը ինչքան ես խնայել դա։ Գիտեք, չէ, ինքը ինձ վաղ ժամանակին, ասենց ասեմ, լեկցիա էր կարդում խնայելու հետ կապված։ Ինքը իրականում չի մտածում տես։ Հիմա այս բալիտ եմ անում ճիշտ է, բայց տեսանկյունը լավ, մի խոսքով պետք է ասես։ Հիմա ես ասեմ քեզ, խնայելը էլի եմ ասում, տարիքի հետ կապ չունի։ Կարամ ես այս տարիքից հիմա 26 եմ, մի տարի խնայեմ, որտեվ նպատակ ունեմ օրինակի համար 27-ում սկսեմ ֆիլմ նկարել։ Ու ես մի տարի աշխատում եմ, խնայում եմ, հետո ներդրում եմ այդ գործի մեջ։ Երբ որ ներդնում եմ այդ գործի մեջ, արդեն գումարը հետ է գալիս։ Այդ հետեկած գումարը նորից որոշ մասը խնայում եմ, որ էլի գործ սկսեմ։ Հասկանում ես խնայելը որն է։ Իսկ դու ասում ես խնայում ես, ասենք 10 տարեկանից աշխատում ես, փող միջև 80 տարեկան խնայում ես, դու դառնում ես միլիոնատեր, հենց որոշում ես 80 տարեկանում սկսել ծախսել, զգում ես, որ դու ոչ կարողանում ես ծղեն եկավ խփեց քեզ։ Դե ժամանակ խփած ժողովուրդ ջան, ես առաջարկում եմ, որ ինչ դովոդը ունես, որ չխնայելը լավ է։ Ինչքան սա վիդեոյի կեսը ես ասացի։ Վիդեոյի կեսը դու երեխեքից ու աղջիկից ես խոսում, ասում խնայել, չխնայել, ինչ կապ ունի։ Բականերս խոսքի եթե օրինակ ներում է։ Տղան չխոսա աղջիկից հետո երեխեքից ինչից խոսա։ Բանի պրոթեզների հետ։ Նայեք մեզ հանդիսատես ունենք։ Նարեկ Պետրոսյանն է։ Ապագա ինչ է ինքը մասնագիտություն։ Ռեժիսոր է, ռեժիսոր է, նորեկը չգիտեի։ Լավ, իմանայի մեծ կոնկուրենտա չէ։ Ասեմ, ինքն էլ ընդդե նկար։ Հիմա ասեմ ժողովուրդ ջան, դրա համար, որպեսզի իմ ասածներին հասնեք, խնայում եք ոչ թե ամբողջ գումարը, ես բացահայտում եմ, դες նվեր եմ, խնայում եք, գումարի գոնե կեսը։ Քծիպություն ես էլի անում։ Քծիպություն չի, աշխատում ես շատ, կեսը խնայում ես։ Սպանեցիր այդ աշխատելով խնայելով, անդադ որ տենց խնայես, կդառնաս քծիպ մարդ, կդառնաս կարեյկա։ Չպետք է խնայես իրականում, պետքա ծախսես, պետքա բաց սրտով, մի րոպե, միտքս կոլա։ Եթե դու բաց սրտով այդ տիեզերքի օրենքն է, տիեզերքի օրենք կասես, թե ինչ օրենք չէ, ինչ որ բումերանգի օրենք, ինչ ուզում ես ասա, այդ էական չի։ Եթե դու բաց սրտով ծախսում ես գումարը, ինքը անպայման ինչ որ միտեղից հետա գալի, մի գործից կգա, քեզ պատվեր կգա, որևէ բան կգա։ Միշտ պետքա ծախսես։ Իսկ դու ասում ես խնայի։ Ինչը խնայես։ Հենա խնայում ես կոլան չես ծախսում։ Տակացավ դարավ ամոթ ասեմ։ Բայց կտանեմ սառնարանում
կդնեմ նորից կխնայես, խմեմ։ բայց էլեկտրականություն չես խնայ սառնարանի։ Ձեր մոտ անջատում ես, չէ՞ դու միշտ սառնարանը գիշերը խնայում ես բանը։ Ես ինձ եմ անում, որ սառնարան բան չմնա, որ ընդհանրապես չմիա։ Ինչ պետք է առնում եմ, ուտում եմ։ Հաշվիչի չգցի։ Մի խոսքով հիմա եթե նայես։ Ուզում եմ ասեմ, սպասի, վերջացնեմ։ Այդ փողը կեսը գոնե օգտագործեք ձեր վրա, մարդ կա քայլում է փողոցով, բոմժի տեսք ունի, բայց եկա գումար ունի բանկում դրած։ Բայց մյուս կեսն էլ խնայեք, հա։ Դե բնական է։ Մյուս կեսն է խն։ Լավ, ոնց հասկանում եմ, մեր աղբերը ավելի ճիշտ կա։ Մեզ գալիս է նորից օգնության, մեր 50 դրամից դա չի։ 20 դրամա։ Ուրեմն, ղուշը որ դու ես, խնայել է նշանակում, գիրը չխնայել։ Դավայ։ Խնայեք նշանակում։ Ժողովուրդ ջան, ըստ է այդքան կարևոր չէ, կարևորը այն է, որ միշտ արդարությունը հաղթում է։ Ու արդարություն դու ես։ Քամասը չես ջոգի։ Հա, 1000 տարի այդ սնկերություն ես անում։ հա, արդար շատ արդարոնի։ Լսի, մի խոսքով հիմա խնայել թե չխնայել, կարևորը այն է դուք որոշեք։ Եթե կարևորը որ ձեր սրտով լինի, ճիշտ է։ Որ քեզ ավելի շատ գումար ու մենակ գումար չէ, բիզնեսը ես չեմ կարծում մենակ գումարի հետ է կապված։ Դու բիզնես կարող անես, արտադրես որևէ ապրանք, որևէ իր, ոնց որ վերջացրել ենք վիդեոն, գիտես։ Չիպի տեղը բացել։ Չիպից տեղի չպրտես ժողովրդի զահլանա գնաց։ Լավ, դե ժողովրդի զահլան գնացել է։ Հետևորդներ ձեզ հետ էր Phone Live-ը, Շատախոս Ֆիլիպը եւ Խելացիոնիկ։ Գրանցվեք մեր էջին, ես վերջերս ես նայում եմ, նայողների կեսը գրանցված չեն, ժողովուրդ ջան, գրանցվեք մեր էջին, որ չբաց թողեք, թանկարժեք լավ վիդեոները։ Նարեկ ինչ որ բան ունես ասելու։ Ողջույն Նարեկ։ Մի խոսքով գրանցվեք Phone Live YouTube էջին, սեղմեք զանգակը եւ ստեսություն։